Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Այն ժամանակ Հիսուսը պատասխան տվեց։ Մատթեոս 11:25։ Սա մի եզակի ձև է, որով կարելի է սկսել խոսքը։ Այն ժամանակ Հիսուսը պատասխան տվեց։ Եթե դուք նայեք համատեքստը, ապա կտեսնեք, որ ոչ ոք նրան որևէ հարց չէր տվել, և նա որևէ մարդու հետ չէր զրուցում։ Այնուամենայնիվ գրված է. Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Գոհանում եմ քեզանից, ով Հայր»։ Երբ մեկը պատասխանում է, նա արձագանքում է նրան, ով խոսում է իր հետ։ Ո՞վ էր ուրեմն խոսում Քրիստոսի հետ։ Նրա Հայրը։ Ինչևէ այդ մասին որևէ նշում չկա, և դա սովորեցնում է մեզ, որ Հիսուսը մշտական հաղորդակցության մեջ էր գտնվում իր Հոր հետ, և Աստված այնքան հաճախ էր խոսում նրա սրտի հետ, այնքան անընդհատ, որ անհրաժեշտություն չկար դրա վերաբերյալ առանձնահատուկ գրառում անելու։ Աստծո հետ խոսելը Հիսուսի սովորությունն ու կյանքի բաղկացուցիչ մասն էր։ Մենք էլ պետք է այս աշխարհում այնպես ապրենք, ինչպես մի ժամանակ Հիսուսը, այնպես, որ եկեք յուրացնենք այն դասը, որ նրա վերաբերյալ այս պարզ հայտարարությունը սովորեցնում է մեզ։ Թող որ մենք էլ լուռ հաղորդակցություն ունենանք Հոր հետ, որպեսզի կարողանանք հաճախ պատասխանել նրան։ Եվ թեև աշխարհը չգիտի, թե ում հետ ենք մենք խոսում, թող որ մենք արձագանքենք այն ծածուկ ձայնին, որն անլսելի է ցանկացած այլ ականջի համար, բայց մեր ականջները, որ բացված են Աստծո Հոգու կողմից, ուրախությամբ ճանաչում են։ Աստված խոսել է մեզ հետ։ Եկեք պատասխանենք նրան, կամ վկայելով, որ Աստված ճշմարիտ ու հավատարիմ է իր խոստմանը, կամ խոստովանելով այն մեղքը, որի համար Աստծո Հոգին հանդիմանել է մեզ, կամ ընդունելով Աստծո նախախնամությամբ մեզ հասած ողորմությունը, կամ էլ հավանություն տալով այն մեծ ճշմարտություններին, որոնք Սուրբ Հոգի Աստվածը բացել է մեր հասկացողության համար։ Ինչ արտոնություն է մեզ համար հոգիների Հոր հետ մտերիմ հաղորդակցություն ունենալը։ Դա մի բան է, որ ծածկված է աշխարհից, մի ուրախություն, որ հնարավոր չէ բաժնեկցել նույնիսկ ամենամոտ ընկերոջ հետ։ Եթե մենք ցանկանում ենք լսել Աստծո սիրո շշուկները, ապա մեր ականջները պետք է տրամադրվեն և համապատասխանեցվեն նրա ձայնը լսելուն։ Թող մեր սրտերն այս երեկո պատրաստ լինեն, որ երբ Աստված խոսի մեզ հետ, մենք էլ Հիսուսի պես անմիջապես պատասխանենք նրան։